Ակադեմիան եւ 7-ից կրթական հարթակը թույլ է տալիս, որպեսզի քո գործունեությունը դառնա մի քանի անգամ պրոֆեսիոնալ։ Առցանց տարբերակը հսկայական խնդիրներ է լուծում ուսման մեջ։ 7-ը կարծում եմ մի քանի տասնյակ անգամ լուծեց իմ խնդիրները։ Ես Գրիգորի Բադալյանն եմ, հոգեբան եւ վարքի վերլուծության մասնագետ, կամ ինչպես ասում են, պրոֆայլեր։ Ես մի 3-4 տարի առաջ հիմնեցի կազմակերպություն, որ անվանեցի Behavioral Academy, այսինքն վարքի վերլուծության ակադեմիա, որի նպատակն է ստեղծել կրթական միջավայր, որին կարող են մասնակցել մարդիկ, ովքեր ունեն եւ ակադեմիական, հոգեբանական եւ ոչ ակադեմիական կրթություն, ինչպես նաեւ մատուցել խորհրդատվություն եւ տարբեր տեսակի դեպքերի վերաբերյալ ներքին հետաքննություններ, վարքի վերլուծություններ, տարբեր տեսակի բացահայտումներ։ Գրիգորի Բադալյանի հետ սկսել ենք աշխատել դեռ 2022 թվականից ու դա իսկապես շատ պարտավորեցնող է, երբ գործընկերը տարիներ շարունակ վստահում է քեզ, քո թիմին իր բիզնեսը զարգացնելու գործում։ Behavioral Academy-ն Հայաստանում միակ վարքի վերլուծության ուղղված կազմակերպությունն է կամ ակադեմիան է, որի նմանը չկա դեռ։ Մինչ առցանց հարթակին հասնելը խնդիրները հետևյալն են, որ հնարավոր չէ դասընթացները մեծ ծավալով, մեծ ճկունությամբ, արագությամբ անցկացնել։ Այսինքն դու չես կարող անցկացնել դասընթաց, որ իր մասնակցի ԱՄՆ-ին բնակվող ինչ-որ անձ։ Դու չես կարող միանգամից 100 հոգու սովորեցնել 50 ժամ տևողությամբ դասընթացը։ Դա բավականաչափ դժվարություն է առաջացնում, ինչպես նաև տվյալ կատարված դասընթացի հիշողության պահպանումը, ձայնագրության պահպանումը շատ դժվար է ինքնին։ Այդ իսկ պատճառով առցանց տարբերակը հսկայական խնդիրներ է լուծում ուսման մեջ։ Պարզագույն գնալ տվյալ ընկերություն դասընթաց տալու համար եւ հետո վերադառնալ տուն, դա նույնչափ ժամանակ կարող է խլել, որքան դասընթացի տևողությունը։ Այսինքն արդյունավետությունը միայն ժամանակային առումով կրկնակի նվազում է։ Գումարած այլ հնարավոր կազմակերպչական խնդիրներ բերում են նրան, որ իհարկե առցանց տարբերակը եթե 2 անգամ չէ, այլ 5-6 անգամ ավելի իհարկե արդյունավետ է, քան արդեմ տարբերակի կրթությունը։ Կարծում եմ բազմաթիվ անգամ շատացավ։ Ինչու՞, նախ պետք է ամենակարևորը եղած նյութերի պահպանումը ինչ-որ մի կոնկրետ տեղ։ Չկա առցանց տարբերակով, գոնե իմ իմացած տվյալներով, այնպիսի հարթակ, որ հնարավոր լինի օրինակ 500 ժամ տևողությամբ դասընթացը պահպանել, կամ 100 հատ դասընթացը պահպանել, կամ 1000 հատ ֆայլը, PDF ֆայլը պահպանել, դասակարգել, հեշտությամբ մատուցել, հեշտությամբ սովորեցնել, այսինքն չկա, հետևաբար 7-ը կարծում եմ մի քանի տասնյակ անգամ լուծեց իմ խնդիրները։ Երբ առաջին անգամ հանդիպեցինք, դրվեցին հստակ խնդիրներ ավտոմատացնել ուսանողների հաճախորդների հետ կապը, ինչը մենք կազմակերպում ենք ավտոմատ գրանցումներով, ուղարկվող նամակներով, ներկառուցված օրացույցով ու այլ օրացույցների հետ սինխրոնիզացմամբ ու ամբողջ նյութերն ունենալ մի տեղում համակարգված, ինչը մենք եւս ստացել ենք։ Ուսանողների ներգրավվածությունը կախված է իմ վստահությունից, իսկ վստահությունը հատկապես հիմնում է տեխնիկական միջոցների վրա։ Այսինքն, եթե ես չունենայի նման հարթակ, ես չէի ունենա այն վստահությունը, որ կարելի է անցկացնել պրոֆեսիոնալ դասընթաց, բացի դրանից հետո պահպանել ձայնագրությունները տվյալ դասընթացի ու տարբեր տեսակի դասընթացներ ձայնագրել, տեղադրել եւ մատուցել այն մարդկանց, ովքեր ցանկանում են կրթվել։ Հետևաբար այս տեխնիկական հնարավորությունը դա ինձ հնարավորություն տալիս է վստահություն, որն էլ մի քանի անգամ մեծացնում է դասընթացի ինտենսիվությունը եւ մասնակիցների ներգրավելու հնարավորությունը, որ ինքնին բարձրացնում է արդյունավետությունը եւ հոսքը։ Ակադեմիան եւ 7-ից կրթական հարթակը թույլ է տալիս, որպեսզի քո գործունեությունը դառնա մի քանի անգամ պրոֆեսիոնալ։ Դա որպեսզի քեզ ԱՄՆ-ից, Արևմուտքից, Եվրոպայից ինչ որ տեղից միանան, նրանք պետք է տեսնեն հիմք, նրանք պետք է տեսնեն ապացույց եւ իրենց հետ կապ հաստատելու բավականին հեշտ միջոց։ Դա մեծացնում է թվերը։ Ակադեմիան մոտավորապես ունի արդեն 1500 գրանցված հետևորդներ, ուսանողներ, որոնց բարբերաբար տարբեր ինֆորմացիաներ ներդրվում են նրանց միջավայր, նրանց միջավայր։ Ինձ թվում է ակադեմիայի միջոցով մի ամբողջ համալսարանական կրթություն կարելի է ստանալ օնլայն տարբերակով, հանգիստ տունը նստած, որովհետև իսկապես հոգեբանության ու պրոֆայլինգի թեմայով երևի ցանկացած դասընթաց կարելի է գտնել, ֆիլտրել ըստ թեմայի, արժեքի ու գտնել ամենահարմար տարբերակը։ Եվ ես իսկապես հպարտ եմ մեր արդյունքով։
Հավանաբար կորոնայի թողած ամենադրական հետքերից մեկը, ինչքան էլ ցինիզմով լցված լինի այս արտահայտությունը, այնուամենայնիվ առցանց կրթությունը ակտուալ դարձնելն էր։ Հենց այդ ժամանակից սկսած ես հասկացա, թե ինչքան կարևոր է առցանցը, որքան հարցեր է լուծում եւ մեծ հաշվով կրթության ապագան հենց առցանց ձևաչափի վրա շեշտադրում կատարելն էր։ Այդ իսկ պատճառով իմ գործընկերներին, նրանք ովքեր զբաղվում են կրթությամբ, դեռ չեն կողմնորոշվել, նրանք խորհուրդ կտեսնեն, որպեսզի մեծ ուշադրություն դարձնեն այս ամենի վրա, իսկ իմ առաջարկած տարբերակը հենց յութիչն է, որին ես վստահ եմ։